Տոնոյան հատկապես վերջին շրջանում բարբերաբար մեղադրանքներ են հնչում Բարգավաճ Հայաստան կուսակցության հասցեին արտաքին ազդեցությունների կամ միջամտությունների հետ կապված, նշելով մասնավորապես Ռուսաստանի և Բելարուսը, ինչպես կարձակագրեք այդ մեղադրանքները։ Տեսեք, բնականաբար այս կարգի մեղադրանքները նույն այսպես հետևողականորեն մանիպուլյացիաների եւ քարոզչական դաշտ նետվող այսպես ստահոդ լուրերի շարքին են դասվում։ Փայլակի իր հարցադրման մեջ նաեւ այդպես պատերազմի 3 կուսակցությունների վերաբերյալ դիտարկում նաեւ արեց, դրան էլ եւս կուզենայի անդրադառնալ, որ առիթներ ունեցել ենք այս մասին ասելու, այսինքն այդ թեզը, այդ շանտաժի լեզվով ժողովրդի հետ խոսելու ունակությունը այս գործընթացում իշխանությունները մրցակից չունեն, անկեղծորեն ես պետք է ասեմ, սակայն բոլոր մեր հայրենակիցները կարծում եմ առավել քան լավ հասկանում են, թե ինչի մասին է խոսքը։ Նույն պատերազմը սկսվել է այս իշխանությունների օրոք, այդ զոհերը եղել են այս իշխանությունների օրոք, հազարավոր տղաներ հաշմանդամություն ստացել են այս իշխանությունների օրոք եւ Արցախը հանձնվել է այս իշխանությունների օրոք, մեր 120,000 հայրենակիցներ զրկվել են իրենց հայրենիքից այս իշխանությունների օրոք։ Պատերազմի իշխանությունը, պատերազմի կուսակցությունը դա վստահաբար ընդդիմության ներկայացուցիչները չեն, այլ հենց իշխանություններն են։ Այս հարցի պատասխանը աներկբա է։ Ինչ վերաբերվում է արտաքին միջամտություններին կամ ազդեցություններին, վերաբերող ձեր հարցին, պետք է ասեմ, որ առ այս պահը միակ քաղաքական ուժը, որին աջակցել են այլ երկրների տարբեր ներկայացուցիչներ, նախագահներ, չինովնիկներ եւ այլն, դա քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է, որին իրենց հաստատուն աջակցությունը պարբերաբար հայտնում են Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխանությունները։ Եվ որևէ դեպքում ընդդիմության որևէ ներկայացուցիչ կուսակցության կամ մասնավորապես Բարգավաճ Հայաստան կուսակցության որևէ արտաքին ուժ կամ օտարերկրյա պետություն կամ նրա ներկայացուցիչ հանդիսացող չինովնիկ աջակցություն չի հայտնել։ Այս դեպքում հարցերի պատասխանները կարծում եմ առավել քան ակնհայտ են եւ մեր հայրենակիցները վստահաբար եւ հստակ կարող են գնահատականը տալ։ Արտաքին միջամտություն կա եւ այդ միջամտությունը բացառապես քաղաքացիական պայմանագիր կուսակցության մասով է եւ աջակցողներն էլ Ադրբեջանը եւ Թուրքիան են։ Համեցեք, հավեց։